շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, մի քանի թեմաների հետ կապված կներկայացրեք դեր ձեր խոսքը եւ այսպես, խնդրեմ ես պատկերը նայեք, այն պարագայում ձեր հետևում է նկարը, գուցե նայեք։ Երբ ռումբերը պայթում են, պատերազմ են մեր բարեկամ հարևան Իրանը, պատերազմում է Միացյալ Նահանգների Իսրայելի դեմ, իրավիճակը պայթյունավտանգ եւ դրա ծանր հետևանքները ունենան նաեւ Հայաստանի վրա, Հայաստանի իշխանությունները այսպես պերաշկի, կուկուրուզ, ուտելով շրջում են մարզերով, խնդրեմ ես մասով ձեր տեսակետը սա ինչի դրսևորում են։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար, հաշվի առնելով իրոք այն իրադարձությունները, որ կատարվում է հարևան երկրում, հարևան Իրանի երկրում, մենք որպես բարեկամական երկիր այդ ժողովրդի հետ, այսօրվա իրավիճակում մենք պիտի լինենք Իրանի ժողովրդի, Իրանի կառավարության աջակցելու իմաստով իրենց կողքին։ Այդ կերպարը, որ դուք նոր տեղադրեցիք խոսքի մեր ներկայիշխանությունը ինչով է զբաղված կամ ինչ նկարաբաներով է, տեսարաններով է բանանում, տարբեր տեղեր տենց իրենց ներկայացում, այո, սա շատ էլի մեր ազգի համար, որովհետև սրանց ղեկավարության օրոք մենք ազգովի բոլոր ոլորտներում, բոլոր ուղղություններով ամեն ժամանակ, ամեն ժամանակահատվածում մենակ խայտառակ կերպար եք ունենում։ Սա բոլորը գալիս է ներկայիշխանության, ներկա ղեկավարների պահվածքից կամ իրենց որոշումներից կամ իրենց դիրք որոշումներից։ Ու դրա համատեղ համեմատած Ադրբեջանի պահվածքը, ինչքան իմ տեղեկություններով Իրանի սահմանով մեկ Ադրբեջանը զինուժ ավելի ուժեղացրել է, տեղադրել է ու համար մեկ բանի տակապահում։ Ես գիտեմ, թե Ադրբեջանը մեծ մտավախություն ունի Իրանի կողմից հարված ստանալու համար, որովհետև ինչքան էլ ուզեն դրանք թաքցնեն ադրբեջանա-իսրայելական հարաբերությունները, ինչքան էլ ուզեն թաքցնեն, որ Իսրայելի կողմից Ադրբեջանի տարածքում կա ռազմաբազաներ կամ տեղադրված են իսրայելական զինուժներ կամ էլ ինչ-որ կարևոր ունեցող, նշանակություն ունեցող կենտրոններ, դա այդ բոլորը տիրապետում է Իրանի Հանրապետությունը, Իսլամական Հանրապետությունը։ Ես գիտեմ, թե պատերազմը, որ ինչքան շարունակական լինի, այնքան Ադրբեջանի նկատմամբ երևի հետագայում լուրջ իրադարձություններ եւ Իրան-Ադրբեջանի հատվածում կլինի։ Ինչի համար եմ ես մտքերի այդ բառերը օգտագործում, որովհետև հաշվի առնելով մեր պատմական թշնամու Ադրբեջանին, մենք այդ ժամանակահատվածում պիտի լինենք ավելի կազմակերպված, ավելի զգոյուն, որ այդ ժամանակահատվածում, եթե ինչ որ մի փոքր հնարավորություն ստեղծվեց մեր հայրենիքի, մեր ժողովրդի, մեր պետության համար, մենք պիտի դա օգտագործենք, որովհետև պատմական ժամանակահատվածներում ամեն մի իրադարձությունների ընթացքում նմանատիպ պետություններ, հարցեր, խնդիրները լուծվում է հենց այդ իրավիճակի համապատասխան, հենց այդ իրավիճակի հիման վրա։ Բայց մենք ինչ ենք տեսնում։ Մենք այս իրավիճակում տեսնում ենք մենք ներկայիշխանության սոված, նենց բան, որ ասում է, դաժե պիրաշկին որ ուտում են, այն ձևի անդուր են ուտում, ոնց որ չտեսի նման սենց, կամ էլ ինչ կարիք կա դա նկարահանվի, այդ պիրաշկի կուկուրուզ ուտելու բաները, տեսարանները, բանը։ Սրանք ես չգիտեմ որ պետության ներկայ, որ ես միշտ ասում եմ, սրանք մեր պետության, մեր ժողովրդի ընդհանրապես կապ չունեն, իրականությունը միշտ էլ այդ ձևի ցույց է տալիս։ Այս ներկայիշխանության ներկայացուցիչների թե պահվածքն է, թե իրաց դրսևորումն է, ընդհանրապես մեր ազգի, մեր պետության հետ կապ չունեն։ Սրանք ամեն ձևի, ամեն գործողության process-ներում մենակ իրենք տեսնում են իրենց շահերը, տեսնում են իրենց աթոռները, տեսնում են իրենց մինտեղից մի օգուտ քաղելու կամ էլ ինչ-որ բանով ամրապնդելու կամ բարելավելու իրենց կյանքը։ Սա բոլորը ժամանակավոր է։ Նման մարդիկ ժամանակի ընթացքում կործանելու են հենց իրենց աթոռներից սկսած ու իրենց իրական ճակատագրի հետ կապված։ Սրանք այն մարդու տեսակն են, որ ընդհանրապես ամեն մի քայլը, ամեն մի գործողություն իրականացնելով, սրանք ամեն ձևի նվաստացնում են իրենց սեփական ժողովրդին, իրենց սեփական ազգին։ Այսօր ինչ խնդիրներ, ինչ խնդիրներ, ես գիտեմ, թե աշխարհում հազվագյուտ պետություն կա, որ Հայաստանի նման եկա լուրջ խնդիրներ, խնդիրներ ունենա։
հազվագյուտ պետություններից մեկն ենք մենք, հազվագյուտ եմ ասում, որ այսօր ունենք ահագին արելի մեծ խնդիրներ, մեծ հարցերի լուծումներ ստանալու բան, ժամանակահատված պարագաներ։ Սրանք ինչով են զբաղված։ Հարցի լուծում չեն տալիս։ Անվտանգության մասին չեն մտածում, ժողովրդի բարելավելու մասին չեն մտածում, տեղահանված արցախայության մասին չեն մտածում, պատմությունը չեն կարող ամրապնդեն կամ որ ասում է կրոնական պատկանելիությունը ոտնահարում են։ Ամեն ինչ ուղղության վրա կա, սրանց ամեն կողմից իրեն սեփական ազգի, իրեն սեփական ժողովրդի շահերը ոտնահարում են։ Ուրիշ ոչ մի բան չկա սրանց կողմից, բացի խոստումներից, բացի ինչ-որ ապագա, լավ ապագայի ձևակերպում ներկայացնելուց։ Ժողովուրդ, սրանք ինչ լավ ապագա պիտի մեզ բերեն, սրանք ինչ լավ վաղվա օր պիտի մեր գլխին բերեն։ Մենք սրանց բերածից արդեն կուշտ ենք, մենք սենց բերածից չենք կարող ուշքի գանք, սրանց աղետներից չենք կարողանում մի հատ համախմբենք, հասկանանք ինչ է կատարվում, որ վաղվա օրը մենք կարողանանք ճիշտ ձևակերպենք շարունակական, որ ասում եմ, մեր պատկանելությունը, ազգային պատկանելությունը։ Մենք այսօր խնդիր ունենք ազգային պատկանելության, հայ լինելու, հայ չլինելու մասին։ Դուք պատկերացնում եք, ինչ խնդիրների լուծման մասին է, որ մենք ազգային պատկանելության մասին չեք կարող հարցերը, որ ասում եմ, այդ դիրքորոշումները ամրապնդեք, բան անեք։ Մենք վաղը ունենալու ենք լուրջ խնդիրներ։ Մենք այն ձևի տարածաշրջանում ենք գտնվում, մենք այն ձևի պատմական թշնամու հետ ենք մշտական, որ ասում է, բաների մեջ, հակասությունների մեջ, մենք վաղը ունենալու եք էլի խնդիրներ, սրանց խաղաղություն բերողը, խաղաղություն խոստովանողը, այնա ձեր հարևան երկրին ռմբակոծումը, 180 երեխային դպրոցում խփած, դուք պատկերացնում եք սրան անմարդկային վերաբերմունքը հասարակ ժողովրդի նկատմամբ, գրվի դաշտը թողած, գնացած երեխոց են կոտորում։ Մենք դա բոլորս անցել ենք, մենք դա բոլորը այդ աղետները տեսել ենք։ Հիմի հույսներս կապում եք այդ նմանատիպ ղեկավարներին կամ պետություններին, որ վաղը պիտի գան մեր երկրում ինչ-որ խաղաղություն ձեռք բերեն, մեր պատմական թշնամին էլ դրա մեջ ներգրաված։ Դուք մի հատ գիտակցությունները տեղը հավաքեք, տեսեք ինչ է կատարում ու դրա հիման վրա էլ կողմնորոշվեք կամ համոզված եղեք, որ վաղը մեզ ինչ է սպասում։ Դրա հակառակը ասեմ, ունենք բոլոր հնարավորությունները։ Այսօրվա պարագայում մենք որպես ազգ, ազգային նորից եմ ասում, համախմբվածություն ձեռք բերենք ու ազգային այս ծանր վիճակում այդ համախմբվածության հիման վրա մենք դուրս գանք այս իրավիճակից։ Ու մենք դուրս կգանք, եթե մենք տենց սկզբունքներով շարժվենք։ Մենք դուրս կգանք, եթե նմանատիպ մարդկանց հեռացնենք, չեզոքացնվեն այս մեր հայկական մթնոլորտից, մեր ընդհանրապես այս ժամանակահատվածում ինչ-որ դերակատարություն ունեցող այդ անպիտանի ղեկավարներից, այս ընտրություններ է գալիս, այդ ընտրությունները հենց մեր համար մի հատ պատերազմ է, այս պատերազմ է գալիս, հունիսի 7-ին պատերազմ է լինելու, եթե այդ պատերազմում մենք հաղթեցինք ներքին թշնամիներին, արտաքին թշնամու հետ մենք խնդիր չենք ունենալու, դեք ժամանակա պահանջվելու, մի քիչ ժամանակահատվածում էլի կհազորանանք, էլի կամրապնդենք մեր դիրքերը ու կշարունակենք մեր իրական հայկական պատկանելիությունը ու մեր պատմական դարաշրջանը նորից էլի կշարունակվի։ Դրա համար ամենասկզբունքային հարցը Արցախի հիմնախնդիրն է։ Արցախի հիմնախնդիրը այսօրվա իրավիճակում Հայաստանի, մայր Հայաստանի համար դա մի հատ հզոր զենք է։ Այդ զենքով մենք պիտի կռվենք, այդ զենքով մենք պիտի ազատագրենք Արցախը։ Ազատագրելու համար կամք է պետք, ուժ է պետք։ Դրա համար մենք ամեն ինչ ունենք, որովհետև մենք դա իրականություն ենք դարձրել մի ժամանակահատվածում։ Դա իրականություն է դառնում, եթե ունենում ես հզոր ղեկավարներ, դա իրականություն է դառնում, եթե ունենում ես նվիրված առաջնորդներ, հայրենասեր ղեկավարներ, պատասխանատու լուրջ մարդիկ։ Ինչպորտեղ եք, որ ժամանակ եք տեսել մեր ղեկավարները, դա մի ձևի ամոթանքի կամ մի ձևի բան ա եղել, որ ուտելու բաները, մենք տեսածել չկանք մեր ղեկավարները ինչ-որ բան ուտելու ժամանակ։ Սրանք առավոտից իրիկուն ինչ-որ մինտեղ գնում են կամ ինչ-որ մինտեղ անպայման այդ ուտելիքը ինչ-որ ձեռներն անգնում ուտում են։ Մի օր պիրաշկի է, մի օր ցույց են տալիս կուկուրուզա, մի օր ցույց են տալիս եսիմ ինչ-որ բան, խայտարակություն է։ Բայց դե գիտակցում եք, որ դա խայտարակություն է։ Ես ամբողջ ժամանակահատվածը, վերջի ժամանակահատվածը արդեն մեծ բանով ասեմ, համոզմունքով ասեմ, որ տարբեր հարթակներում տարբեր ոլորտում այդ հանդիպումների ընթացքում ես տեսնում եմ, որ ահագի մեծ զարթոնք է արթնանում մեր հայ հանրության մեջ։ Ժողովուրդ,
իրոք նորից եմ ասում, ազգային համախմբվածության թե ընտրությունների ժամանակահատվածում է, թե միջև ընտրություններն է, թե դրանից հետո է, մեկ ազգային համախմբվածության օրոք եք կարողանալու նորից էլի ասում ազգովի մեր պատիվն ու թասիբ արժանանալու